Պարոն Գրիգորյան, ինչով է պայմանավորված այսքան լարվածությունը իշխանության կողմից, երեկ ականատես եղանք, որ Նիկոլ Փաշինյանը վրդովեց, սպառնաց ընդդիմությանը, ասաց ԱԱԾ-ի պատվալները նրանց կշպրտի, կգցի, ինչ խնդիր կա, ինչով է պայմանավորված, ինչ անհանգստություններ ունեք։ Ճիշտն ասած, ես վարչապետի այդ մասը նայեցի, սենյակում նայում էի, ու այդտեղ ինքը ոչ մեկին չասաց, որ կտանի կգցի ԱԱԾ-ի պատվալ, ինքը ասաց ենթադրյալ, եթե ըստ էության լրատվամիջոցների գրած հոդվածներով առաջնորդվենք, հիմա ձեզ պետք է գցած լինեինք ԱԱԾ պատվալ, իր ասացի իմաստը կայանում էր նրանով, որ այդ մարդն ասում են իրան անընդհատ հարցադրումներ են անում, որ այս լրատվամիջոցն էս ա գրել, այն լրատվամիջոցն ա գրել, հիմա ինքը կոռուպցիական չեք բացահայտում։ Դե հիմա ինքը ասում է մենք հետևողական ենք եւ այլն, էլ իրանք նույնն են ասում, այսինքն իրանք ինչ են ասում, իրանք ոչ են ասում, որ ընդդիմության մասին լրատվականներ բան են գրում, դուք գնացեք հետազոտ եք, չէ, կամ հետաքննություն սկսեք, իրանք ասում են, որ իշխանության մասին են գրում, ու այսօր օրինակ կան պատշաճ լրատվամիջոցներ, որոնք իրականում լրատվական ոնց են ասում, հետաքննություն են սկսում ու կան լրատվամիջոցներ, ովքեր նաև քննադատում են, ես օրինակ հաճույքով այդ քննադատությունը կարդում եմ, բայց կան լրատվամիջոցներ ըստ էության դեղին մամուլ կոչվածը, որ պատվերով հոդվածներ են տպում ու ինչ ուզեն կարան տպեն ու շեղեն իշխանությանը օրակարգից, ըստ այդմ է շեղվում իշխանությունը օրակարգից, եթե սխալ տեղեկատվություն է, թող ուսումնասիրեն, պարզեն, սխալ է թե ճիշտ է։ Հիմա տեսեք, եթե կոռուպցիայի մասին բացահայտումներ անում լրատվամիջոցը, սա բարկացնում է իշխանությանը։ Իհարկե չէ, դա մենք նույնիսկ կարելի է գովել այդ լրատվամիջոցինով կոռուպցիա է հայտնաբերում կամ բացահայտում, բայց ամեն մի բառ գրելու հետևից, եթե թողնեն բան ու գործը դատախազություն քննչական գնան, ի՞նչ է պետք ընդդիմությանը, ամեն օր հոդված, օրական 500 հատ հոդված կտպեն, ասեն թող գնան մեր քրեական գործերը մնա, մեր ապօրինի գույքը մնա եւ այլն եւ այլն։ Ինչու՞ մասնա։ Կոռուպցիա հիմա չկա թիմում դուք կարծում եք։ Տեսեք, եթե կոռուպցիա կա կամ լինի, վստահ եմ իրապահ մարմինները դրան կարձագանքեն ու ես վստահ եմ վարչապետը խիստ հրահանգ է տվել, որ կոռուպցիոներներն իմ թշնամիներն են ու այո, իմ թշնամիներն էլ են նաև, ով կոռուպցիա կանի, ով ինչ-որ փող կգողանա պետբյուջեից, հիմա ընդդիմությունը ասենց անցած անգամ էլ տեսանք էլի, հիմա տես, երբ իրանք ասում են ինչ-որ բան ու իրանց ուզածին չեն ասնում, կռիվ են սկսում կամ գորգորում են, Փաշինյանը սկսեց բարկանալ։ Տեսեք, դե անընդհատ փորձին ինչ-որ ձև հունից հանել, ասենց ասեմ, ես ելույթում էլ եմ ասելու, ընդդիմությունը մի հատ տեսակ խնդիր ունի, ասենք ոնց է սատանեն նայում խաչին ու հոգեվարքի մեջ են գնում, իրանք նայում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու հոգեվարքի մեջ են գնում, հիմա կամ այդ նույն բանը, ինչը որ օրինակ կարային գլխավոր դատախազն արցնեին, հիմա որ արցնում են շատ ավելի հանգիստ օնայնությամբ, բայց որ Նիկոլ Փաշինյանին վարչապետին տեսնում են, ոնց մի տեսակ ոգևորվում են եւ այլն, կամ երբ իրանք հասկանում են, որ մեզ հունից չեն կարող հանել, անցած անգամ ես ասում եմ, բնաբար գիտեմ, որ ամեն ինչ Նիկոլ Փաշինյանն է որոշում։ Գլխավոր դատախազի փոխարեն, քննչական կոմիտեի փոխարեն։ Հանրապետությունում բարձրագույն մարմինը դա ազգային ժողովն է, մենք այդ երկուսը էլ գիտենք։ Հիմա տեսեք, անցած անգամ օրվա մինչև վերջի րոպեն ինչ ասես մեզ ասեցին, մենք լռեցինք, ասեցինք լավ ժողովուրդը էս չի ուզում տեսնել, բայց կա սահմաններ, որ կարմիր գծեր, որոնք պետք չէ հատել։ Բավական ծանր մեղադրանքներ եք ներկայացնում, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանին ներկայացրեցին, որպես հնարավոր է, որ լինի շպիոն ռուսական, այդպիսի տպավորություն է թողնում։ Հիմա այս ամեն ինչ պետք է հաջորդեր իրենց պատասխանները։ Տեսեք, իրենք ասացին, որ լրատվամիջոցների գրածը պետք է քննեք, վարչապետ հստակ ասաց, եթե լրատվամիջոցների գրածին նայեք, կարա Ռոբերտ Քոչարյան լինի շպիոն ըստ էության, բայց օրինակ, եթե նայենք լրատվամիջոցներին կամ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությանը, Ռոբերտ Քոչարյանի մասին այնքան բաներ կարող են ասել, որ ու մեզ մեղադրում են, ինչի համար չեք դատում, ինչի համար չեք բռնում, ինչի ժողովուրդը մեզ մեղադրում է, բայց քանի որ ես իրավական պետություն եմ, մենք ուղղակիորեն որովհետեւ մեկին առանց հիմքի ձերբակալելու իրավունք չունենք։
Հիմա ինչով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը այդքան խոսում է կոռուպցիայի մասին, բայց հենց մենք տեսնում ենք, որ հիմիկվա ղեկավարությունը, պաշտոնատար անձինք են մեղադրվում նման հանցանքների մեջ, կալանավորվում են, այսինքն չի կարողանում արմատախիլ անել կոռուպցիան 7 տարի անց։ Կոռուպցիան միանշանակ արմատախիլ եղած չի, ես դա կարող եմ փաստել, բայց նաև կասեմ, որ դրա ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրվում, ասենք անցած իշխանության օրոք ես չեմ լսել գետ մեկ պաշտոնյա, որ կաշառքով ձերբակալվի, չեմ լսել տես պաշտոնյայի մասին, կամ ասում եք պաշտոնյաները կոռուպցիայի մեջ բան։ Հիմա օրինակ իմ գյուղի տան մոտ առնվազն մի տարի կես մշտապես լրագրողներ կային, ու ասենք ոչ թե իրանք բացահայտ լրատվություններ կայնում էր ինչ-որ բան նկարելու, այլ ամեն բան նկարում էր հասկանալու համալու չէին տեղավորում, ոնց կարող է այս մարդը 6-7 տարի պաշտոնյա է, ասենք այս տունն է ապրում, ոնց կարող իրանք չէին տեղավորում, իրանք սկսեցին լրագրողական հետաքննություն Գրիգոր Նարեկին արդյոք Երևանում տուն ունի, չունի, հասկացան, որ չունի, մի խոսքով ամեն ինչ փորձեցին։ Ես ընդհանրապես տուն չունեմ, որս հայրական տունն է, որ հորս ընտանիքիս հետ ապրում եմ։ Ինչու՞ չեք կարողանում տուն ձեռք բերել, որովհետև տեսնում ենք, որ ձեր թիմակիցները շատ արագ թեկուզ վարկով, ապառիկով, հիպոթեկով, ավելի ճիշտ կարողանում են տներ գնել։ Տեսեք, իմ աշխատավարձը ըստ էության 590,000 դրամի չափ է եւ 250,000 դրամ է։ Այդ ճանապարհ գնալ գալն ամեն օր մոտ 300-350,000 դրամ վառելիք եւ հաց գնում է։ Իմացածն էլ ազգի 3 երեխա ունեմ, այդ գումարից ոնց կարողանամ առանձնացնեմ ու բնակարան գտնեմ, չեմ կարող։ Հայրս բերս էլ աշխատում են, հուսով եմ, չգիտեմ, իրանք մի օր բախտնես կբերի, իրանք աշխատելից բնակարան գտան, չգիտեմ։ Ասում են, որ բավականին մատչելի պայմաններով են տրամադրում պաշտոնատար անձանց նույն հիպոթեկները սովորական մարդկանց չի տրամադրվում, բայց օրինակ պատգամավորներին կամ պաշտոնյաներին տրամադրվում է, մենք տեսնում ենք թե իրենք ինչպես են տներ ձեռք բերել։ Գիտեք, սա մի հատ խնդիր կա, վարկային պատմությունների հետ կապված խնդիր կա։ Եթե օրինակ մենք կոռուպցիայով զբաղված լինեինք, կարող եք դուք հարցում անել եւ կարող եմ ես թույլատրել, որ դուք ազնական մտնեք իմ հաշիվները տեսնեք, որ օրինակ իմ մինչեւ պաշտոնավարելս ես ունեի բանկում ավանդ օրինակ, բայց պաշտոնավարումը սկսելուց մի տարի հետո ես սկսել եմ ունենալ վարկեր, այսինքն շրջապատը մեծանում է, մարդկանց հետ շփումը այլ որակի է եւ այլն, մի խոսքով, այսինքն չի երիքում, չեմ կարող պատկերացնել, ոնց կարա մարդը, ասենք, այդ 700,000 դրամով, չգիտեմ, հարստություն դիզի։ Այդ իլյուզիան, այդ ֆոկուսը ինչ-որ մեկ ինձ կարող ասի։ Այսօր միջին աշխատավարձն է նույնիսկ 150,000 չի կազմում, այդ դեպքում ինչպես են քաղաքացիները ապրում, եթե ձեզ 700,000-ը չի բավարարում։ Տեսեք, ոչ թե 700,000 չի բավարարում, այլ 700,000-ը ծախսում ես ընտանիքիդ երեխաներիդ վրա։ Հիմա իմ կինն էլ է աշխատում, մի 200,000 դրամի կարգի էլ ինքն է ստանում, երես էլ է աշխատում, թե պետական թե նենց, նկատեմ պետական համակարգում եւ մասնավորում, մայրս էլ է աշխատում, մի խոսքով հազիվ ծերերին ենք ասում, չգիտեմ ոնց է, միգուցե լավ չենք տնտեսում ընտանեկան բյուջեն, չգիտեմ։ Ձեր մասին հրապարակումներ կային, որ բիզնես գործունեությամբ եք զբաղվում, ձկների հետ կապված, այո, նաեւ։ Տեսեք, դե հիմա ինչ գտնեն գրել, նորադուսին, այո, նորադուսին հիմնականում ձկով է զբաղվել, ես կյանքում լիճ ձուկ բնելու չեմ մտել, իշքամ էլ որ գրեն, իրանց ճղեն, բայց ամեն դեպքում ամբողջ գյուղը գիտի 8000 բնակություն գիտի մի հոգի չէ, ես ընդհանրապես լիճ չեմ մտել, իսկ ինչ վերաբերում, չգիտեմ, ասում էին ձուկ ա վաճառել եւ այլն, այո, ես չեմ փախչում նրանից, աշխատել եմ հալալ քրտինքով, որովհետեւ մեկից որից բան չեմ գողացել, որովհետեւ մեկին որից ձև չեմ խաբել, աշխատել եմ, ես դրանից առաջ աշխատում էի Սևան ազգային պարկում, ընտրություններից հետո, որտեղ պարոն Մինասյանը Արծուվիկ նախարար էր, դե իհարկե ընդդիմադիր հայացքներ ունեցող ով կարա պետական համակարգում աշխատի, ինձ հանեցին գործից, այսինքն այնպես չի, որ այդ ամոթ բան չի, էլի ձուկ վաճառելը, այո, ու ես ասեմ, այդ դրանով ես ավելի լավ էի կարողանում ապրել, քան հիմա 700,000-ով։ Ավելի մեծ գումարներ է ստանում ձուկ վաճառելը։ Ավելի մեծ գումարներ, այլ ավելի շատ է ժամանակը տրամադրում, կոպիտ ասած, եկամտին եւ այլն։ Հիմա առավոտ պետք է արտանաս 6-ին 6:30 ու շարժվես Երևան, որ կարողանաս 9-ին գոնե աշխատանքի վայրը մտնես, ընդ որում ես երբեք 9-ից ուշ ազգային ժողով չեմ եկել, որովհետեւ իմ ընտանիքում այդ դիսցիպլինան միշտ եղել ու դա հուսով եմ ես էլ կշարունակեմ մեր երեխեքին։
Ինչ օրինագծերով եք հանդես եկել։ Ճիշտ ասած օրինագծերով հանդես չեմ եկել, գիտեք ինչի, որովհետև ժողովրդի խնդիրներն այնքան շատ են, որ ավելի լավ է զբաղվել այդ խնդիրներով, այդ խնդիրների լուծմամբ եւ առաջարկել գործընկերներին այդ օրենսդրական փոփոխություններ նստա այդմ անել, իրանց օգնել, համաեղնանք լինել եւ այլն, ու դու, այսինքն ամեն մարդ, եթե 71-ը զբաղվեինք ամեն օր օրենք գրելով, ես չեմ կարծում այդ արդյունավետ կլիներ։ Հիմա օրենք գրում են, համաեղինակ են լինում, կամ մենք ենք առաջարկում, կամ հետները քննարկում ենք, իսկ մենք մեր ժամանակը տրամադրում ենք ժողովրդի հետ շփմանը։ Եվ ինչ մետի գործընթացի հետ կապված ինչ դիրքորոշում ունեք, արդյոք քաղաքացիական պայմանագրից կմիանան եւ դուք ինչ որոշում ունեք։ Միանշանակ չեն միանա, քաղաքացիական պայմանագիրը խմբակցությունն է, որին գործուղել է 680,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի ազգային ժողով եւ վարչապետն է գլխավորել ցուցակը եւ հիմա վարչապետը պաշտոնավարի, ելի կգնանք ժողովրդի դատին, այդ ժողովուրդը կորոշեն մենք impeachment կտան, թե չէ։ Հիմա ինչ նշանակում ես որպես падգամավոր կամ այն մյուսը որպես падգամավոր նամակ են ուղարկում impeachment, իսկ իրանք ազգային ժողովը կարող է Նիկոլ Փաշինյանի ամուսնալություն հայտնել, այսինքն հակաօրինական ոչինչ չկա։ Ինչի համար ինչը անենց չի, որ impeachment կամ ինչն է խանգարում մի տարի հետո գնալ ժողովրդի դատին։ Ես միանշանակ impeachment չեմ հայտնի վարչապետին, վարչապետի հետ եմ, անկախ այն բանից կլինեմ ազգային ժողովի падգամավոր թե հասարակ մարդ, որովհետև ես իր հետ եղել եմ 2008 թվականից ու տենց շարունակելու եմ։ Ժողովրդի մեծ պահանջ կա, վերջին պայքարները ցույց են տվել, որ մեծ թվով մարդիկ են հավաքվում փողոցում եւ պահանջում են, որպեսզի ընդդիմությունն էլ կոնկրետ քայլեր ձեռնարկի եւ սա այդ քայլերից մեկն է։ Կոնկրետ քայլ էին ուզում ձեռնարկել, մանդատները դնային, իրանց ասած կոլապս ստեղծվի, եթե չէին եկել այդ դրա համար, իրանք վախենում են, ասա անկեղծ եմ ասում, իրանք վախենում են, որ 2026 թվին, եթե նույնիսկ մտնեն խորհրդարան, այս քանակով չեն մտնելու։ Մանդատ դնեին ձեզ համար նվեր էր տալինելու։ Ձեր ուզածն էլ դա է, որ դուք ձեզնով այստեղ շարունակեք եւ այդ ժամանակ դուք նշում եք, որ որևէ կոլապս չի լինելու, որևէ խնդիր չի լինելու, ճգնաժամ չի ձևավորվելու, այսինքն բարենպաստ պայմաններ է ստեղծվելու իշխանության համար, առավել բարենպաստ։ Իսկ որ իրանք ստեղ են ինչ են անում։ Տեսել եք երբևիցե, բացի ես անկեղծ կասեմ, բացի Գառնիկ Դանիելյանից, ինչ որ մեկ Հայաստանի Հանրապետության քաղաքացու խնդիր բարձրացրել այս ամբիոնից, տեսել եք դες բան։ Եթե տեսել եք, ասեք օրինակ այս դրվակով էս ինչ մարդ է, ես չեմ։ Բարբերաբար բարձրաձայնում են, ինչու՞։ Չէ, բարբերաբար բարձրացնում են, եթե իրաց մոտիկի, իրաց ծանոթի, իրաց չգիտեմ ինչ ով խնդիր ա ունեցել։ Հիմա ասենք այս երեք մի քանի օր առաջ Վարդենիսովի խնդրին բարձրացած անկախ այն բանից իշխանական падգամավորը արտադրության նախարարի նստակ հարց տվեցի այդ դահակների հետ կապված, այդ տեղզնման հետ կապված, այսինքն ժողովրդի հարցը այստեղ մենք բարձրացնենք, մենք այստեղ ժողովրդի ներկայացուցիչն ենք, թե չէ ելնում ենք, չգիտեմ, մենք իրանցն ենք ասում, իրանք մեզ, այդ ճիշտ չէ, вообще ընդդիմությունը պետք է ընդհանրապես ժողովրդի խնդիրներով զբաղվի։ Դուք չեք միանում եւ կարծում եմ ձեր թիմակիցներն էլ չեն միանա այդ գործընթացին։ Կարծում եմ ծիծաղելի։ Կամ եթե մեծ համախմբում լինի ժողովրդական։ Ես կարծում եմ ծիծաղելի է, երկրորդը եթե ժողովուրդը ցանկանա, ժողովուրդը, ռեալ ժողովուրդը ցանկանա, միանշանակ մենք ժողովրդի ընտրյալներն ենք, ծառաներն ենք, ոնց կձևակերպվի, իրանց կամքը մենք միանշանակ կատարելու ենք։ Կհեռանաք իշխանությունից։ Երբ ուզում են թողան ես աթորոտամ, ես այդ համ մեր տունն հանգիստ ապրեմ, որ անկեղծ։ Ձեզ ինչն է խանգարում, որ դուք մանդատը դնեք։ Պատասխանատվությունը, որ կրել ենք ու պետք է մինչև վերջ տանենք։ Հիմա ես իմ 3 երեխա ունեմ, 3 երեխի մեծանալը անկեղծ ասած ռեալ չեմ կարող տենամ, չեմ կարող շփվեմ երեխեքիս հետ, որովհետև իրանք գյուղում ես տեղիսակի գնամ, մինչև գնամ իրանք քննած կլինեն։ Առավոտ որ զարթնեմ, գամ իրանք քննած կլինեն ու ասես, բայց որ պատասխանատվություն ենք վերցել, մինչև վերջ պետք է տանենք։